Գնանք տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 11-ին։ Այստեղ ոմանք կարող են մտածել, ընտրություն կատարել, թե ամեն մեկը գնա իր ճանապարհով, ամենաառաջինը։ Դուք ձեր զույգը, ամեն մեկը ձեր ճանապարհով։ Մյուսը կարող է այստեղ որոշել, որ ոչ է տղամարդու դիմել եւ օգնության ձեռք թեկուզ, որ իրար հետ ինչ որ գործեր առաջ մղեն։ Ոմանք այդ օրը, եթե ինչ որ առիթի է, ապա այդ ընտրությունը կարող է լինել ուղղակի, ինչ հագուստ կրել, ինչ վզնոց եւ այլն։ Նաեւ ոմանց համար սա իրոք շատ կարեւոր ընտրություն է։ Տեսնենք ում հետ եք հանդիպելու, այս տղամարդը ով է, ամեն դեպս տարեց անձնավորությունը, կարող ձեր հայրը լինել։ Ցույց չի տալիս, ինչ որ մեկն է, ում տեսնելուց բավականին էմոցիոնալ կլինեք, միգուցե ձեր ամուսինն է, ով էլի տարիքով է։ Եվ կարող է ինչ որ մասնագետ է, տեսնելուց կարող ուրախանում եք, որ կարողացաք ի վերջո կապ հաստատել իր հետ։ Դա նաև ռոմանտիկ ժամադրություն է, կարող գնալ այդպես լուսնի ներքո, նստել, ռոմանտիկ պահեր անցկացնել երկրորդ կեսի հետ եւ կարող է նաև գիտեք բարկացնում է այդ մարդը ձեզ ուղղակի։ Էմոցիաները ոչ թե միայն լավն են, նաև վատը։ Չնայած ընդհանուր կանխատեսումը վատը չէ։ Եվ ոմանք բավականին շատ կլինեն ճանապարհներին, տարբեր ճանապարհներ կգնաք, նաև ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, կարող այս տղամարդն է գալիս, կամ դուք եք գնում իր մոտ այդ օրը, նաև ձեր գործերը, որոնք որ մնացել էին այդ օրը կանեք եւ առաջ կգցեք։ Գործեր, որոնք որ իրոք հետաձգում եք ամեն անգամ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 11-ին։ Ինչ որ բան է ավարտվում ձեզ մոտ, ինչ որ նոր բան է կա։ Իզուզելի օրա։ Ինչ որ բան է ավարտվում, ինչ որ դատարկությունը ձեզ մոտ, միգուցե սրանց պատճառով է։ Կամ դուք եք որոշում ինչ որ խորամանկ քայլեր անել եւ այդ խորամանկ քայլը չի ստացվում եւ այստեղ ավելի շատ կորցնում եք, քան գտնում եք ինչ որ մի բան։ Կամ նման մարդկանց պատճառով է, խաբեբաների կամ այդպես ավելի տակ փորող ինչ որ մեկի հետ է կապված, սա եւ սա նաեւ նշանակում է կորուստ։ Տեսնենք, օրինակ, այստեղ ինչ որ մի բան է գնալու, սա այնպես հանկարծակի չի գնում, սա արդեն այն պահն է, որ լցվել է ինչ որ մի բան եւ այլևս դա ձեզ հարկավոր չի, դա գնում է ձեզ այն։ Տեսնենք ով է աղվեսը։ Սա անհանգստություն է ձեզ բերում կամ վեճ է իր հետ բավականին այստեղ խոսակցություն, նոր լսեցիք դիմացը, միգուցե նաեւ սա էր վերաբերվում։ Այստեղ թեմա խոսակցություն, անհանգստություն նաև կարող է լինել իր արարքների հետ կապված, իսկ կորուստը բավականին էմոցիոնալ կլինեք։ Միգուցե էմոցիաների ազդեցության տակ եք ինչ-որ մի բան կորցնում, ինչ-որ մի բան ձեզ այլևս չի հետաքրքրում կամ ինչ-որ բան է, կամ կորցնելուց հետո է սա էմոցիաներ են։ Եվ ինչ-որ մի ձևով ինչ-որ մի պահ է, որ գաղտնի է ձեզ համար, թե ինչու գնաց օրինակ, ինչու այդպես եղավ, ինչու կորցրեցիք այդ պահը կամ այդ մարդուն կամ այդ իրավիճակը, որում որ հայտնվել էիք, ինչ որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, դա հաճ օրը պետք է անցկացնենք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին ապրիլի 11-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն եք, էներգիայով լի եք, ձեր ցանկությունները կատարվում են, հնարավոր է պետք է վիզա եք ստանում կամ նման ինչ-որ մի բան, որ գնաք օտար երկիր, կամ ծնողների մոտ եք գնում, ծնողներն են գալիս ձեզ մոտ։
ինչ որ գործունեությունը, որը դանդաղ է բարձրանում, բայց հա իր ամրացված է բարձրանում, այսինքն թույլ չի ոչինչ, հա, այս դեպքում որ դանդաղ է բարձրանում։ Նաև ոչ է ճակատագրական պահ տեղի կունենա, ոմանք ընտանիք են կազմում այդ օրը, ձեր երեխաներն են ընտանիք կազմում, այդ ճակատագրական քայլն են անում։ Կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում եւ դուք ձեր ծնողների կարիք ունեք։ Ում ինչ-որ ճակատագրական որոշում կայացնելու համար։ Նաև դա հերվում, հա, եթե ինչ-որ բարեկամ ունեք, իրենց մասին կարող եք լսել։ Եվ այստեղ նաև սա նշանակում է գնում եք կամ գեղեցկության սրահ կամ որևիցե բժշկական կենտրոն ձեզ հետևելու համար։ Նաև ձեր ծնողներին կարող եք այցելել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 11-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, այդ օրը էներգիալի եք, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա ձեզ մոտ, որպես կբարձրանա ձեր տրամադրությունը։ Նաև ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը, ինչ-որ հարցեր կընտրեք, ինչ-որ բաներ կընտրեք, միգուցե ավելի լուրջ ընտրություն է, միգուցե այդտեղ ծախսերի հետ է կապված, թե գնեք արդյոք դա թե ոչ, գումար վերցնեք թե ոչ, գումար տակ թե ոչ, հա ինչ-որ նման պահեր կարող են լինել, նման հարցերի պատասխաններ, այդպես ընտրեք։ Եվ ոմանք էլ այստեղ ուղղակի եթե այդ օրը ինչ-որ առիթի եք, ապա թե ինչ հագնեք։ Եվ այդ օրը նաև գումար կստանաք կամ գումար կվճարեք ինչ-որ մեկին, կտակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին ապրիլի 11-ին։ Հաջողություն։ Հաջողություն ունեք, ինչ-որ մի բան կանեք հաջողությամբ, այդպես կավարտեք այդ օրը։ Հաջողություն կարող է լինել նաև ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի բանից։ Հանդիպում շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Միգուցե սովորել եք իրար հետ, միգուցե իր մասին եք ինչ-որ բան իմանում կամ ինքն է ինչ-որ մի գաղտնիք բացում ձեզ համար։ Նաև կարող է ձեր աղջիկն է, ձեր քույրն է եւ իր մոտ կյանքում որևիցե этап է փոխվում եւ գրքի էջը ոնց որ ասում են փոխում է եւ սկսում է ապրել արդեն նորովի։ Այստեղ նաև կարող է ձեզ է ցույց տալիս եւ սա նաև դա է ասում, ինչ-որ մի բան գնալու են նորին տեղ բացելու համար։ Այնպես որ կարող է նաև սա, հա, ինչ-որ մի բան եք որոշում ձեր կյանքում անեք։ Այդ ամենայն դեպս հաջողություն էլ ունեք։ Այդ դա է երևի ձեզ դրդում ինչ-որ մի բան փոխել ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 11-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, այնտեղ եւ երիտասարդ տղայի հետ կհանդիպեք եւ տարեց։ Տեսնենք ով է այս երիտասարդ տղան։ Դες հաջողություն է բերելու կամ իր մոտ է ինչ-որ հաջողություն լինելու կամ ինքն է ինչ-որ հաջողությամբ ձեր գործը անելու, ձեզ հաջողություն է պարգևելու, ինչ-որ մի բան կանի եւ դա ձեզ համար հիանալի կլինի։ Կամ հենց իր մոտ է, կամ ձեր ամուսինն է միգուցե ձեր տղան է։ Լավ բան է իր մոտ տեղի ունենալու, այստեղ եւս փոփոխություն է տեղի ունենում, եւ հաջողակ փոփոխություն է սա ձեզ համար։ Փոփոխությունը կարող է լինել նաև տարածքի, վայրի, երկրի, նաև այստեղ կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, այդպես։ Եվ տեսնենք ով է այս մյուս տղամարդը։ Իրեն տեսնելուց բավականին էմոցիոնալ կլինեք։ Գուցե իրոք ինչ-որ նախկին, ինչ-որ մեկն է։ Կարող է գաղտնի գործողություններ է անում, բացահայտվում է, կամ դուք եք զգում, որ ինչ-որ մի գաղտնի
պահեր կան, ինչ-որ մի բան անում, թաքուն։ Նաև սա ռոմանտիկ ժամադրություն է այս տղամարդու հետ, կարող եք գնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 11-ին։ Ինչ-որ բան է գնալու ձեր կյանք, այնպես տպավորություն եմ, բացի այս քարտերից, ոչ մի քարտ գոյություն չունի այս ամբողջ։ Նույն նախկին քարտերն է։ Ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից, ինչ-որ նոր բանին տեղ բացելու համար, դա արդեն լցված բան է, որ այլ վերջ է, այլ արդեն պիտանի չի նա ձեզ եւ գնում է դա ձեզանից։ Եվ սա դատարկություն է, միգուցե այս տղամարդն է օրինակ գնում է ուրիշ երկիր կամ մեկ այլ բան կարող լինել։ Տեսնենք ով է այս տղամարդը, ինքը տարեց անձնավորությունը։ Այս ամբողջ քարտերի հետ սա ես տենց է գիտեի, որ դրա համար ասացի, այս տղամարդն է գնում։ Ինքը տարեց անձնավորությունը, տարեց, մեծ մարդ է արդեն։ Այստեղ ես չեմ ասում, դուք ինքներդ հետո ինձ կգրեք։ Ոմանց մոտ այստեղ հստակ ինչ-որ պահ է։ Սա հետ կապված։ Բայց ոմանց մոտ այստեղ այս տղամարդը բավականին դժվար ճակատագիր ունի, խնդիրներ ունի, խոչընդոտներ ունի կյանքում, կամ այս տղամարդու հետ կապված ինչ-որ ծանր բեռ ունեք, դուք եք խնամում, դուք եք, որ ինքը նստած է, դուք եք պահում իրան, կամ ինքն է ձեր խաչը, այսպես որ ասում են, տանում եմ, արդեն այս տարիքում եմ, եւ այլն, բայց կարող է նաեւ նա ձեզ համար դժվարություններ է բերում, իր հետ կապված, միգուցե փորձություններ են եւ նա ձեզ դժվարություններ է բերում, այստեղ եւս էմոցիոնալ եք բավականին, այստեղ իրոք ցավում եմ, բայց ինչ-որ մարդկանց համար այստեղ եւս հենց այդ էմոցիաները, այս ամենը շատ կապված են ավելի վատ բանի հետ։ Եվ էմոցիաներ այստեղ կարող եք ունենալ յուրաքանչյուր, եթե օրինակ դժվարություններ ունի այս մարդը, այդպես ուզում եք օգնել, օգտակար լինել այդ մարդուն, եթե դժվարությունները ձեզ համար է ստեղծում, փորձություններ է ձեզ համար ստեղծում, եւս ոնց որ էլի այդպես էմոցիոնալ վիճակ է։ Եվ այսպես մտածում եք, նաեւ ինչ-որ մի բան էլի արժեք չեք հասկանում, թե ինչու այդ մարդու մոտ այդպես դժվարություններ առաջացավ, եթե ամեն ինչ նորմալ էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 11-ին։ Ասում եմ, չէ, բացի այս քարտերից ուրիշ քարտեր չկա այսօր ես։ Այդ օր ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից նորին տեղ բացելու համար, մեռը արդեն նույն բաներն ասելով բյանս հոգնեց։ Դա այնպիսի մի բան է, որ գնում է եւ արդեն ինքը լցվել է եւ գնում է, հիմա ոնց որ մարդուն դատարկություն է տալիս, այստեղ պետք է ուշադիր լինեք, որպեսզի օծերը չխառնեն ձեզ եւ այս գնացողը չլինի այս տղամարդը։ Ոմանց համար նաև դա կարող է լինել, այսինքն դատարկություն եք զգում նրանից, որ օծերի պատճառով գնաց այս տղամարդը ձեր կյանքից։ Հետո պետք է ավելի շատ իմաստուն լինեք, ինչ որ հարցին լուծում տալու համար։ Դե նաև պետք է զգուշանաք օծերից, որպեսզի նրանք ձեզ չվնասեն։ Դա նաև գայթակղություն է, իրոք գայթակղություն է միգուցե այս տղայի հետ կապված, որ պարտադիր ուզում եք ծանոթանալ կամ շփվել այս տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Դե ուժային կառույցներ աշխատող կարող է լինել, ավելի այնպիսի մեկը, ում վստահում եք, ում վրա կարող եք հանգիստ հենվել եւ ոնց որ գայթակղված եք, որ ինչ լավ մարդ է եւ կուզեմ իմ կողք օրինակ նման մարդ լինի, ամենաառաջինը։ Եթե այստեղ այդպես սիրային թեմայով նայենք։ Կամ սա նոր ծանոթություն է ոմանց համար նման մարդ հետ, կամ գործ կունենաք, ինչ-որ մի պետական աշխատող է, շաբաթ օր է, չեք աշխատում երկուսով եւ որոշում եք հանդիպել եւ ինչ-որ բաներ քննարկել։
Ում այս մարդը ձեզ ուժ է տալիս, որ ինչ-որ բանին կարողանաք դիմակայել, օրինակ այստեղ ինչ-որ բան եք գնում, պատմում եք եւ ձեզ փորձում է այդպես աջակցել, նաեւ սա օգնություն է, որ կողնա ձեզ ուղղակի օգնության ձեռք մեկնել, կախված է թե ինչից եք նեղվում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Որ հարսանիք էր թռնում հաստատ ինչ-որ մեկի հարսանիք ունի։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 11-ին։ Այստեղ հնարավոր է նաև ոմանք այնպիսի շրջապատում լինեն այդ օրը, որ բոլորը բարձրաստիճան են։ Դե ընտրությունները եւ հնարավոր է նայում է ինչ-որ մեկը, որ զբաղվում է քաղաքականությամբ, չի բացառվում։ Եվ այդ օրը հավաքույթ կունենաք։ Եթե այդպես է, շաբաթ օրը հավաքույթ կունենաք։ Լավ կլինի, որ շաբաթ գիրեկի հավաքվեք, որովհետև մնացած օրերը աշխատանքային օրը պետք է աշխատեք։ Սա նաև ուժ է, որ կունենաք այդ օրը ինչ-որ գործեր անելու համար, ովքեր որ մեքենա են վարում, ուշադիր եղեք, պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Նաև սա հակառակ սեռի ներկայացուցիչ է, մեծ քաղաք ծանոթանալ, միգուցե հենց ուժային կառույցի է, միգուցե հենց այդպես հաղթանդամ է, միգուցե նաև ավելի ուժ ունի, հա, այդպես զգում եք, որ այդպես առնական տղամարդ է, ում առնական կին է եւ ձեզ հենց այդպիսի կանայք են հետաքրքրում։ Այդ օրը նաև հենց իրոք շատ լավ շրջապատում կլինեք, շատ լավ ձեր շրջապատը այդպես կամ այն շրջապատներում, որտեղ որ դուք հենց ձեզ եք զգում, հա, դուք ձեզանով եք, կամ պաշտոնյաների շրջապատում։ Նաև սա առաջ խաղացում է, պաշտոն է։ Սա նաև այն ինչ որ ուզում եք անել, Աստծո կողմից օրհնված է դա ձեզ համար եւ ձեզ հաջողություն է սպասվում։ Նոր դռներ են բացվում ձեզ համար։ Այն ինչ որ ուզում եք անել, հա, ոնց որ իրոք օրհնվում է երկնքից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 11-ին։ Ինչ-որ բանի կորուստ է, վեճի գնով է դա, ուշադիր եղեք, կարող վիճել եւ կտրուկ քայլ անել աշխատանքից ազատվել։ Ինչ-որ կորուստ է սա։ Ուշադիր եղեք, ովքեր աշխատում են։ Ձեր հեղինակությունը նույնպես, հա, այստեղ կարող է դուժել։ Ինչ է կորցնում։ Հաջողություն է այստեղ, անհաջողություն է։ Ինչ որ մի հարցում, որ ուզում եք անել, այդ օրը կարող է անհաջող պահել լինել։ Եվ տեսնենք այս կտրուկ քայլը։ Այստեղ կարող է ինչ որ մի բանը կորցնում եք, հա, եւ կտրուկ քայլ, եւ գիտեք, այստեղ անհաջողությունը կարող է բերել նրան, որ եթե կտրուկ քայլ անեք աշխատանքի, բիզնեսի հետ կապված, կարող եք անհաջողության բախվել։ Համար երկար մտածեք, որովհետև այստեղ անմտածված քայլ կարող եք անել։ Դա կտրուկ փոփոխություն է, ոնց աշխատանքի վայրը։ Կարող է այդտեղ իրոք լավ աշխատանք չէ եւ վերջապես են, որ ասում է վերջ են որ թելը կտրում եք, հա, կա չէ, այդպեսի պահ, որ մարդը վախ ունի աշխատավարձ էս պահին, չկա, չեն տվել, վախ ունի աշխատանքը կորցնելուց եւ կարճած է այդ այնպիսի մի աշխատանքի վայրից, որ իրեն հաջողություն չի բերում։ Այստեղ կարող եք իրոք կտրել այդ պահը, հանել այդ պահը։ Դա նաև աշխատանքի վայրում վնասվածք ստանալ է, եթե այդպիսի տեղ եք աշխատում, ուշադիր եղեք վնասվածքների հետ կապված։ Նաև սա բաժանում կարող է լինել։ Կորուստ, բաժանում, այստեղ կարող է պետական հիմնարկությունը որոշում եք, հա, երկուշաբթի գնաք դիմեք։ Նույնն էլ աշխատանքից ազատվելն է սա։ Ոմանք այստեղ իրոք կատաղած կլինեն։ Այո, փոփոխություններ են, նայեք, ինչ որ կտրուկ փոփոխություններ եք մտցնում ձեր կյանք։ Ձեր աշխատանքի վայր, ձեր կյանք, որտեղ կարող զգում եք ինչ որ մի բանը ձեզ անհաջողություն է բերում եւ որոշում եք, որ վերջը ավելի լավ կլինի, որ թողնեք դա։ Կտրուկ փոփոխություն եք մտցնում ձեր կյանք։ Շատ կտրուկ։ Չգիտեմ, այդ եղջյուրներից է սա թե ոչ։
Ընդհանրապես դժվարությամբ է ձեզ ամեն ինչ տրվում եւ այս կտրուկ քայլը գուցե արդեն հասել է դրան, եթե այստեղ իրոք դժվարություններ կան արդեն, եւ որ հոգնել եք արդեն եւ որոշում եք կտրուկ ոչ թե բան մտցնել դեր կյանք։ Եվ դե այստեղ ոմանք կարող են աշխատանքի ընդունվել հենց իրոք աշխատանքի հետ է կապված։ Կարող եք նաեւ այդ օրը ոմանք էլ դե պարտադիր չի որ երեքն էլ նույն մարդու հետ համապատասխանի։ 3 քարտն էլ, հա։ Նաև դա կարող է լինել ինչ-որ մարդկանց, հա, ռեստորանում եք այդ օրը հարսանիք է, առիթ է, եւս ինչ-որ գործեր, եթե դուք պետք է անեք, այստեղ պետք է հասկանաք, որ գործերը անելուց կարող եք դες կտրտել, հա, անհաջող քայլ։ Դա հա ինչ-որ բաներ կարող եք անել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 11-ին։ Վեճ է, սա ինչ-որ մարդկանց հետ կարող եք վիճել կամ արդեն իսկ վիճել եք եւ հիմա արդեն այդ օրը ոնց որ կայունացնում եք ամեն ինչ, կարգավորում եք, վերջ, ոնց որ այդ վեճը չթեժանա։ Տեսնենք։ Այստեղ կարող են մարդիկ լինել, ովքեր որ իրոք ավելի շատ տուն եք մաքրում, որովհետև դե ժամադրություն կա, միգուցե ծնունդ, ինչ-որ առիթ տանը, եւ մարդիկ պետք է գան, հա, որպեսզի տունը մաքուր լինի։ Նաեւ դա իսկ վեճը կարող է լինել սիրելիի հետ ժամադրության ժամանակ, որովհետև այս քարտը ընդհանրապես լավ պահեր է մարդուն ասում։ Իրոք, եթե վիճված եք, այստեղ հաստատ կհաշտվեք, այստեղ միանշանակ, հա, հարաբերությունները կամ տանը տնեցիների աշխատանքի որտեղ որ ուզում է լինել։ Ինչ որ մեկ եթե վիճելիք, ապա այստեղ հաշտեցում կլինի, բայց նաև պետք է զգուշնել, որ հենց այդ օրը չվիճեք, հատկապես ձեր սիրելի մարդկանց հետ կամ երկրորդ կեսի հետ։ Որտեվ սա ավելի շատ ոնց որ ինչ որ պահեր են, որոնք որ մարդուն ուրախացնում են, եւ վիճել այդքան էլ հարմար տարբերակ չէ։ Որ ինչ-որ ոլորտում ձեզ մոտ կայունություն կմտնի, դե եթե վիճել եք այդ նորմալ չէիք, ապա այստեղ հաշտվում եք եւ ամեն ինչ կայունանում է, ամեն ինչ նորմալանում է։ Եթե նման բան չկա, հա, սա տուն եք մաքրում եւ այլն, ապա դա ոչ թե ոլորտ ձեր կյանքում, որ այդպես կայուն չէր, դա է կայունանում, նորմալանում։ Հետո նաեւ ոչ թե գաղտնիք կբացահայտվի, ոմանք ուսմամբ կզբաղվեն, գիրք կկարդան, շաբաթ է, ազատ եք գիրք եք որոշում կարդալ եւ կորոշեք փոխել կյանքի էջը։ Օրինակ, եթե այստեղ վիճել եք, հաշտվում եք, կայունություն եք մտցնում եւ որոշում եք, որ այլևս չեք անդրադառնալու այդ թեմային եւ փակում եք այդ թեման, թողնում եք անցյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 11-ին։ Հարսանիք, չուզում գա։ Հարսանիք այդ օրը ինչ որ մարդկանց համար հարսանիքի գնալ կամ ձեր հարսանիքն է, դա երեխայի։ Նաեւ սա հարսանիքի հրավեր է, պարտադիր չէ, որ շաբաթ է, ուրեմն հարսանիքի հրավեր կարող է լինել, նշանադրություն։ Նաեւ դա գործ է, որ մշտապես կանեք, հա, այդ օրը ոնց որ լույսը բացվում է, ինչ որ բան եք անում, մինչև երեկո դեռ նույն բանն եք անում։ Ոնց որ մի բանից լիքը պատվիրել են ձեզ, կամ ինչ որ մի գործի տեղ եւ այնտեղ անընդհատ նույն բանն եք անում։ Դե ամուսնության առաջարկ է սա նաեւ, կամ ձեզ կանեն կամ դուք կանեք։ Գործարքը չեմ կարող ասել, որովհետեւ անօրինական է արդեն շաբաթ օրը ոչ մի օրինական տեղեր չեն աշխատում եւ ամեն ինչը կլինի անօրինական արդեն այս դեպքում։ Դե եթե տան պայմանագիր է եւ եթե նոտար չի պահանջում, հա, այստեղ կարող եք կնքել։ Աշխատանքի պայմանագիր, միգուցե եւս որ երկուշաբթի աշխատեք, բայց հստակ ինչ որ կարևոր պետական այստեղ չեմ։ Ոմանց թորները կգան, երեխաները կգան, երեխաների հետ կապված ոչ թե պահեր են, որոնք որ ձեզ կուրախացնեն, նոր ինչ որ մի բան է մտնում ձեր կյանք, նոր հարաբերություններ, նոր ինչ որ պահեր, նոր
բիզնես, նոր էտապ, նոր կյանք, նոր աշխատանք, ինչ որ բան է այստեղ, որ նոր է ձեզ համար։ Պետք է իմաստուն լինեք այդ ամենը պահպանելու համար։ Բացի դա էլ սա օձեր են, որոնք կամ կարող են նախանձել այդ օրը ձեզ, բամբասել ձեր հետևից, եթե հարսանիք է, այդպես գեղեցիկ գնում եք երեխաներին սիրուն հագցրել եք, բան, այդպես եւ դրա համար խոսում են այստեղ, հա, եւ բամբասում, նախանձում, այդպես թեմա կա։ Ուշադիր եղեք ուղղակի, որ իրենք չմտնեն ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։